ինձ հարցնում էր, ասում է մարդ երբ որ հոգնում է, ձանձրանում է, ինչ է անում, ես էլ ասեցի ինչ պիտի անի, արգելված պտուղն է սկսում փնտրել ճաշակելու համար։ Մեր կյանքի մեջ մենք հոգնում ենք, սա բնական է, մենք հոգնում ենք մարդիկս, աշխատանքից, միջավայրից, մարդկանցից, իրարից հոգնում ենք, եւ այդ հոգնության պահին է մարդու մեջ միտք առաջանում, նոր ինչ անեմ։ Երբ որ այս ամենի մեջ Ադամն ու Եվան ապրում են անհոգ, խաղաղ, երջանիկ, ամեն օր Աստծո հետ էին, հիմա Սատանան հարց է տալիս, չի ասում կեր, Եվային հարցնում է ինչու չեք ուտում։ Եվան իր բերանով պատասխանում է, որ ուտենք կմեռնենք։ Գիտի Եվան, որ ուտենք կմեռնեն, բայց Սատանան ասում է չեք մեռնի, հակառակը աստվածներ կդառնաք։ Եվ քանի որ այս ամենը արդեն ձանձրալի էր գուցե իրենց համար, ամեն օր դրախտի մեջ, խաղաղ, երջանիկ, Աստծո հետ, մեկ ավելի բարձր բան էին ուզում Աստծո պես լինել, իրենք էլ տնօրինություններ անեին, հրամաններ տան, ինչպես մենք այսօր ձգտում ենք հրամաններ տամ, հրամանել արձակենք, Եվան ասում է նայեց պտղին, եւ պտուղը նրա համար հաճելի թվաց։ Եվ կերավ ու տվեց ասում իր կողքը կանգնած ամուսնուն։ Կերան ու իրենց մերկություն, այսինքն իրենց մեղք վիճակը տեսան, զրկվեցին Աստծո շնորհներից եւ Աստծո ներկայությունից։